Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Armenia TV եթերում Comments հաղորդաշարն է, իսկ դա նշանակում է, որ մենք այս րոպեների ընթացքում կմեկնաբանենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, այնպես որ բոլորդ նստած դիտում եք Comments եւ ես սկսում եմ իմ մեկնաբանությունները։ Վերջ, հիմա ոչ մի համակարգչային վիրուս էլ չի կպնի։ Հետաքրքիր այս ինչքան է բենզին ծախսում։ Գազ կդնեմ ոչինչ։ Աչքի սալաբուլա է սերևում այդ տղա։ Ինչպես հայտում են լրատվամիջոցները, օրերս մի հրշեց ծառայող վտանգելով սեփական կյանքը կարողացավ վառվող բանկից դուրս բերել $1 միլիոն պարունակող պարկ։ Թե որտեղ է այս պահին գտնվում հերոսը, ոչ ոք տեղյակ չէ։ Այս ինչ ծանոթ է սրա դեմքը։ Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան։ Բա կստանաք իմ տունը, բա չեք ստանա։ Եթերում Comments-ն է։ Ինչպես բոլորը հիշում են, վերջին ժամանակահատվածում մեծ արձագանք գտավ այն միջադեպը, որը տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ նիստի ժամանակ միմյանց հետ վիճեցին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը եւ Օդեսայի նահանգապետ Միխայել Սաակաշվիլին։ Вы говорите как в таких случаях? Нет, вы так говорите? Что значит? Дайте мне сказать. Так со мной еще никто не разговаривал. Я с вами буду так разговаривать. А мне наплевать, как вы будете со мной разговаривать. Այս միջադեպից հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, թե ինչպես հայկական արմատներ ունեցող Ավակովը վիճում է վրացի Միխայել Սաակաշվիլի հետ։ Եվ միանգամից հայի եւ վրացու վիճելու մասին ի հայտ եկան տարբեր դատողություններ։ Comments-ը нույնպես որոշեց ներկայացնել дранцից մեկը։ Слушай, ты меня дадите наконец поговорить или нет? Что ты на меня кричишь? Я здесь живу, а я по-вашему здесь не живу! А ты что, на меня сердился? Сердился! А я на тебя 3 раза больше что? сердился! Ну что? Что? Սակայն այս ամենից բացի Comments-ը որոշեց ներկայացնել մի տարբերակ եւս, որտեղ չկան հայկականն ու վրացականը, կա միմիայն մեր հայկականը։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք մի որևէ շատ սիրված ֆիլմի եւ միասին բացայտում փոքրիկ, այսպես ասած, անճշտությունները, որոնք վրիպել են ռեժիսորի աչքից։ Այսօր մենք կրկին կանդրադառնանք Գլադիատոր ֆիլմին եւ կփորձենք բացայտել այն վրիպակները, որոնք ֆիլմի ռեժիսորը չի նկատել։ Թրի վրա արյուն կա։ Իսկ այստեղ թուրը բացարձակապես մաքուր է։ Ինչպես հայտում են լրատվամիջոցները, մի ընտանիքում օթերևութաբանի կինը երբեք չէր հավատում ամուսնու ասածներին։ Հələ տես մոտը ինչ ծաղկավոր է։ Մայրիկը իր ուրախությունն էր հայտնում, որ ի վերջո երեխաները կգնան դպրոց։ Զորամասերից մեկում ամբողջովին նախապատրաստվել էին զատիկին։ Մենք շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ այս պահին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Այս պահին դիտում ենք տեսաշարի առաջին մասը, իսկ մեր հաղորդման ընթացքում մենք անպայման կրկին կանրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին։ Ինչպիսի տեսք ունի աղցանը 2 շիշ օղի խմելուց հետո։ Ոնց թե ուտելու բան չկա տանը։ Ժողովուրդ ջան, ջուրը տվեցին։ Հա լավ, չի կարելի գլազոկի վրա կափարիչ դնել ու տենց փակել գլազոկը, ոչ թե ամեն անգամ ինձանով դա անել։ Իսկ սենց սելֆի կարամ անեմ։ Սեղանը դրել եք, հեսա լողանամ գամ ուտեմ։ Նա հենց նոր տեսավ իր ընկերուհուն։ Էս ափսեի մեջի տորթ ուրա։
Վայ բարև ձեզ, իսկ իմ համար ինչ համով բան եք բերել։ Միած տեղով կա, ինձ ու ձյունանուշին նկարեք հլա։ Ժողովուրդ ջան, էսա խաշ ենք ուտելու։ Երբ երեխան ձայն չի անում, ուրեմն նա կամ քնած է, կամ մի բան արդեն ջարդել է։ Հələ նայեք ոնց է կամերայից վախենում։ Արի պաչեմ, գնա էլի կարուսելի տոմսար։ Դե որ թեյ չեք տալիս, ես մենակ լիմոնը կուտեմ։ Այ ոնց ես մարդիկ չեն հասկանում, որ ես քնել եմ ուզում։ Իսկ այս պայն անդրադառնում ենք ձեր տեսանյութերին։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Նելի Վարդանյանը, Բելգիայից, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Դավ զարթնի։ Да? Ուտես պիցան դավ։ Բաբայանում դավը։ Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Մարինե Սահակյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք շատ կարճ։ Դուշեշ։ Ой, Цецара. Как? Գցի։ Կամա, ցանկից, գցի давай. Ay, քորես։ Եվս մի տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, այն մեզ ուղարկել են Հրազդան քաղաքից։ Այս հետաքրքիր տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Կատվի Մերսում։ Մենք իհարկե դեռ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին, իսկ այս պայն շարժվում ենք առաջ։ Բոլորս էլ իհարկե երբեմն հանդիպում ենք տարբեր հայտարարություններ, որոնք ինքնին շատ հետաքրքիր են եւ երբեմն ծիծաղելի։ Եվ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը՝ տրվում է հայտարարություն։ Բաց է։ Հարց. ո՞նց է բաց։ Ակցիա. նախկին գին 3200 դրամ, ներկա գին 3800 դրամ։ Փաստորեն լինում են նաև այսպիսի ակցիաներ։ Մանրը վերադարձվում է։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ տղամարդու միջին տարիքը այն է, երբ նրա համար մեկ է, թե իր կինը ուր է գնում, միայն թե ինքը նրա հետ չգնա։ Որ ասում են որտեղ ես ապրում, ասում ես գլոբուսից դուրս, այ էս տան պատուհանից տեսք էսպիսին է։ Նկարահանվում էր Մոխրոտիկ ֆիլմի ժամանակակից տարբերակը։ Ոնց, Բորուսյան կրվել է, լավ էլի։ Մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում ենք Comments հաղորդաշարի աստղային էջը, որի ընթացքում ճանաչված եւ սիրված մարդիկ հայտնվում են շատ հետաքրքիր իրավիճակներում եւ այսպես Comments-ը ներկայացնում է ճանաչված հայերը անճանաչելի իրավիճակներում էջը։ Ասում են մի տղա, ով միայն ծնողների հետ էր սիրում քնել, այդպես էլ մնաց միակ երեխան ընտանիքում։ Հերթով տղայք ջան, հերթով, մի քիչ կամաց։ Արի քեզ մի հատ օդ թռցնեմ։ Երբ պիտի ես գրիլը լինի մարդուտի։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում մենք բացառապես խոսում ենք տարբեր երկերի տեսահոլովակների լուսանկարների մասին, որտեղ իմաստը մի քիչ թվում է կասկածելի։ Իդեպ այս էջում մասնակցում է լուսանկար, որը մեզ ուղարկել է Կարեն Մկրտչյանը, եւ այսպես ձեր սիրված էջը մեր եթերում։ Իմաստը էջը։
Լավ նստարանի իմաստը։ Այս տեսանյութը նույնպես տեղ գտավ իմաստը էջում։ Господи, вот дура. И в чем иду я, в чем идет Даша? Она еще и ноги вложила. Даша, ты дура. Я балась, как я Լավ է սա նորմալության իմաստը։ Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ այս պայն կրկին անդրադառնում ենք ձեր կողմից ուղարկած լուսանկարներին եւ տեսանյութերին։ Այստեղ են ասում հլեզ մեռածների սելֆին նայ։ Էս իմնա, ոչ մեկին չեմ տալու։ Ես զարթնեցի, տանը մարդ չկա։ Ալանայ մեզ են նկարում։ Պադյոմ, վեր կացանք։ Այս ինչեր եք ասում, ծիծաղից էլ չեմ դիմանում։ Բարև ձեզ, ես այսօրվանից ապրելու եմ ձեր տանը։ Վաղը մի 2 կիլո ալյուր կբերեք, վերջացավ։ Աբեր բարի օր, սաունա եմ եկել։ Էլեկտրականության օրենք։ Մեկ-մեկ որ հոսանքը գնում է, մարդկանց ֆազերը կարող է խփի։ Աբեր ինչ հարցեր ունեք, հլը մոտիկացեք հերթով տենամ։ Երբ սուրճը շատ հավեսով ես խմում։ Տեսնես կզանգի թելի կխափի։ Նայեք, այս տորթը վերջի անգամ եք տեսնում։ Երբ քնած ժամանակ վառում ես լույսերը։ Սպասի հլը փորձեմ տենամ համով այդ խաշը։ Իսկ այս պայն անցնենք տեսանյութերին։ Տվյալ հատվածի տեսանյութերում ակնհայտ երևում է, թե որքան պարասեր փոքրիկներ մենք ունենք, եւ այդ իսկ առումով տեսանյութերը որոշեցինք թողնել առանց մեկնաբանության եւ պարզապես դիտել պարերը։ Առաջին տեսանյութ Գոհար Ծաղիկյան։ Հաջորդը ներկայացնում ենք Իվետա Շիշյանի տեսանյութը։ Եվս մի տեսանյութ այս շարքից, որը ուղարկել է Անի Կիրակոսյանը։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ աշխատանքը կնոջ գործը չի։ Կինը պետք է գնա աշխատանքի միայն մի բանի համար։ Ցույց տա բոլորին իր նոր շրջազգեստը։ Լավ եմ արե, ատեղ մեքենա կանգնեցնելու տեղ չի։ Բերանդ փակ պայք ես տեղ լսող չկա։ Ապագան այնքան էլ հեռանկարային չէր։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը դեսից դենից։ Այն թե որքան երկար է տևում կնոջ շպարվելը, կարծում եմ ցանկացած տղամարդ իր սեփական մաշկի վրա զգացել է, սակայն կարծես թե դրա լուծումը տրվել է։ 3 կանանց տրված էր 10 վայրկյան շպարվելու համար։
Մենք շարժում ենք առաջ եւ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, որոնք տեսել եւ որոնց միջով անցել ենք շատ տարիներ առաջ։ Եվ այսպես կոմենտը ներկայացնում է տեսած մարդիկ էջը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր ոչ միայն տեսել են Չեխոսլովակիա պետությունը, այլ նաեւ հագել են այդ պետությունում արտադրված ցեբո կոշիկները։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր հավաքում էին Բրուս Լի տիպերը ու միշտ վիճում. Բրուս Լի թե Բրուս Լայ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին կրկին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ մասնակցության համար։ Ժողովուրդ ջան, կարող ես կոշիկները փոքր լինի վրես։ Դե իմանայք ինչ ֆոկուս եմ անում։ Կամ ինձ 5000 դրամ եք տալիս, կամ ես գցում եմ աղբամանի մեջ։ Սուս մնացեք, մարդու չասեք։ Հիմա ատամներով աթոռ կբարձրացնեմ, հետո կանցնեմ սեղանին։ Էս վարունգը ինչի է այսքան մեծ, իսկ իմը փոքր է։ Դո գոնե մի հատ պանիր լիներ ես հացի հետ, չոր հաց եմ ուտում, հա։ Գտնվել է հայկական Մաուգլին։ Ինչ է տեղի ունենում, երբ հայ տղան հայտնվում է Ռուսաստանում։ Թողեք գլե ես դրան խփեմ, թողեք ինձ ասեցի։ Ասում ես փողերը ինչ է սարը, ում ես տվել։ Սպասում եմ տղերքն էլ միանան իրար հետ զրից տանենք։ Պաստորեն սրա վրա են, հա պարում։ Հենց այս րոպեին ասում ես, փողերը որտեղ է, արագ։ Այսքանից հետո որ մի կատուն լիներ, որ չհալվեր շան առաջ։ Այլը սպասի տենամ գազարը թարմ, հա։ Գնում եմ աղջկա ժամադրության, հլը նայք տեսքս լավ է։ Եվ իհարկե անցնում ենք տեսանյութերին։ Կանաչի մաքրելը սովորաբար այդքան էլ ձանձրալի գործ չէ, սակայն երբեմն լինում է հակառակը եւ կանաչի մաքրելիս այնքան է ձանձրանում, որ քունը տանում է։ Դիտենք Ալֆրեդ Մուրադյանի ուղարկած տեսանյութը։ Ուր է լեզուն, ուր է Լինայի լեզուն։ Կարող է դուք գիտեք որտեղ է, դուք էլ չգիտեք։ Լավ, այդ դեպքում դիտենք Անժելա Փանոսյանի ուղարկած տեսանյութը եւ այդ ընթացքում կարող է Լինայի լեզուն գտնվի։ Լինայի լեզուն ուրա, ուրա լինայի ապրի լինան, հələ լինայի լեզուն ուրա լեզուն, ապրի լինան, ուրա լեզուն, ուրա լինայի լեզուն, լեզուն ուրա լինայի ապրի լինան, մատ լեզուն հանի ապրի լինան, հետ մի հատ նորից ենք ցույց տալ լեզուն ուրա լինայի լեզուն, ուրա լինայի լեզուն։ Կարծես թե հետաքրքիր ոչինչ չկա, երբ օգտագործում է սովորական բլենդեր, սակայն պարզվում է, որ կարող է եւ լինել, որովհետեւ բլենդերի տակ կարելի է ապարել։ Դիտենք տեսանյութը, որը մեզ ուղարկել է Արաքս Մամրեյանը։ Իսկ մենք շարունակում ենք։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ ամուսնությունը ինքնին քաղցր բան չէ, եւ պատահական չէ, որ ամուսնական մատանին կրում են այն մատին, որից ամբողջ կյանքում արյան անալիզ են վերցնում։ Աղաչում եմ, թողեք գնամ տունել մի խփեք հիվանդ տղա եմ։
Զոքանչը Փեսայի համար նվեր էր պատրաստել։ Windows 10 հայկական տարբերակ։ Մենք կրկին շարունակում ենք եւ ներկայացնում մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում կծանոթացնենք ձեզ համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր երևույթների հետ եւ կփորձենք կապ գտնել մեր հայկական երևույթների հետ։ Չինական մեծ պարիսպ կամ ինչպես այն հաճախ են անվանում, չինական մեծ պատ, ճարտարապետական հուշարձան Չինաստանում։ Գալ Չինաստան եւ չտեսնել չինական մեծ պատը նույն է, ինչ գալ Հայաստան եւ չտեսնել հարևանին, ով ձեր բացակայության օրոք քանդել էր շքամուտքի ընդհանուր պատը։ Մենք շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ այս պայն ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր ռեկորդների, որոնք անգամ տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում, ռեկորդներ, որոնք մեր խորին համոզմամբ շատ կասկածելի եւ անիմաստ են։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է անիմաստ ռեկորդներ էջը։ Բան չասի։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այս պայն մենք ներկայացնում ենք հերթական էջերից մեկը, որի ընթացքում դուք ականատես կլինեք հաղորդումների ժամանակ պատահած տարբեր ծիծաղաշարժ դեպքերի։ Եվ այսպես եթերում մենք ենք մեր հաղորդումները էջը։ Մի րոպե այդ ցավը տանեմ, ինչ քաղմասի մասնախոսքը, ասա, ինչքանա փողդ կտանք։ Ուրեմն 10 ոչխար վրա ենտիար գլել։ Ամեն մեկը։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պայն ներկայացնում ենք մեր քվեարկության էջը, որի ընթացքում ներկայացնում ենք 3 լուսանկար, իսկ դուք այցելելով Facebook-ում մեր պաշտոնական էջը, Comments, քվեարկում եք ձեզ դուր եկած լուսանկարի օգտին, եւ նման կերպ մենք բարձում ենք տվյալ շաբաթվա հաղթող լուսանկարը։ Սակայն մինչ ես ներկայացնեմ այս շաբաթվա լուսանկարները, եկեք անդրադարձ կատարենք մեր նախորդ հաղորդմանը եւ տեսնենք, թե որ լուսանկարները մասնակցեցին քվեարկությանը եւ որ լուսանկարը դարձավ այս շաբաթվա հաղթողը։ Այս շաբաթ քվեարկությանը մասնակցեցին հետևյալ լուսանկարները։ Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց այս լուսանկարը։ Շնորհավորում եմ հաղթող լուսանկարի հասցեատիրոջը եւ այս պայն ներկայացնում այս շաբաթվա լուսանկարները, որոնք դուք այցելելով մեր Facebook-յան Comments էջը կարող եք քվեարկել ձեր նախընտրած լուսանկարների օգտին։ Եվ այսպես այս շաբաթվա լուսանկարներն են։ Սիրելի հեռուստադիտողներ, կրկին հիշեցնեմ, որ այս 3 լուսանկարները մասնակցում են քվեարկությանը եւ այս պայծ սկսած դուք կարող եք այցելել Facebook-ում մեր պաշտոնական էջը, Comments եւ կատարել ձեր ընտրությունը։ Իսկ այսօր այսքանը ձեզ հետ Comments-ներ, որի ընթացքում մենք մեկնաբանեցինք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չուներ։ Դուք շարունակեք ուղարկել ձեր տեսանյութերը եւ լուսանկարները մեր էլեկտրոնային փոստի հասցեին եւ լավագույնները անպայման տեղ կգտնեն Comments հաղորդաշարի ընթացքում։ Ձեզ հետ Արմեն Թադևոսյանն է, դուք շարունակում եք դիտել Armenia TV, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն շատ նոր ու թարմ Comments-ներով։